Բարև ձեզ, Ցայք հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք իրականում հաղորդաշարը։ Մեր հաղորդման ընթացքում ինչպես եւ միշտ փաստերն ու երևույթները դիտարկում ենք տարբեր հարթություններում, որպեսզի բացահայտենք իրականությունը։ Իրականում որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու համար պետք է կամքի ուժ, նպատակասլացություն եւ մի փոքր էլ համառություն։ Այսպես Գյումրու նպատակասլաց ու համառ երիտասարդները փորձում են եւս մեկ նախաձեռնություն կյանքի կոչել իրականություն այսօր մեր ծրագրի ընթացքում մնացեք մեզ հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր տաղավարում իմ զրուցակիցները Գյումրու 7 վերք եկեղեցու բարեգործական ջոկատի անդամներ Գորգ Թորոսյանը եւ Հայկարամ Դրմեյանն են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հավաքվել ենք այսօր տաղավարում, որպեսզի խոսենք այն նախաձեռնության մասին, որն արդեն երկրորդ տարի է իրականացվում եւ գրեթե մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Մեկ բացիկ, մեկ բնակարան։ Բոլոր այն հեռուստադիտողների համար որոշակիորեն անցանոթ կլինի ծրագիրը, գաղափարը, չնայած կարծում եմ, որ այդպիսի քչերը կլինեն։ Ուզում եմ ներկայացնել ի սկզբանե թե ինչպես ծնվեց գաղափարը, ինչու երկրորդ տարին արդեն իրականացնում եք եւ արդյոք այս ծրագիրը շարունակական է լինելու։ Լավ, ինչպես արդեն նշվեց, մեկ բացիկ, մեկ բնակարան երկու ծրագիր իրականացնում է Շիրակի թեմի Սուրբ 7 վերք եկեղեցու բարեգործական ջոկատը մեր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ։ Ծրագիրը սկսվել է նախորդ տարվանից 2013 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից։ Նախորդ տարի տպագրվել էին 15000 բացիկներ, որոնց վաճառքից ստացված գումարով քննվեց մեկ բնակարան, մեկ անօթևան ընտանիքի համար եւ այս տարի եւս նույն սկզբունքով ուղղակի տպագրվեց 13000 բացիկներ եւ նույն սկզբունքով տպագրված բացիկներից հավաքված գումարով քննվելու է մեկ բնակարան, մեկ անօթևան ընտանիքի համար։ Ծրագիրը մի քանի ամիս առաջ էր մեկնարկել եւ կարծում եմ ինչպես նախորդ տարի ցանկություն կար, այս տարի էլ դրամաբանական կլիներ, որ մինչ դեկտեմբերի 7-ը իրականանար, բայց արդեն դեկտեմբերի 7-ի նախաշեմին ենք ու դեռևս անելիքներ կան։ Ինչքան գումար է պակասում այս պահին։ Այս պահի դրությամբ մենք ունենք $10,000 գումար արդեն մեզ մոտ հաշվի համարում, ուղղակի մենք ուզում ենք դեկտեմբերի 7-ին վերջացնել, ուղղակի կապված դոլարի փոխարժեքի բարձրացման հետ խնդիրներ եղավ եւ մենք մոտ $1500 գումար կորցրեցինք դրամից դոլար քննելու ժամանակ եւ այդ իսկ պատճառով ծրագիրը կարող է հետաձգվել մոտ 10-15 օր, բայց անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին։ Եթե նման խնդիր չլիներ, մենք դեկտեմբերի 7-ին հաստատ կվերջացնեինք ծրագիրը։ Լավ, գիտեք ինչն է հետաքրքիր, նախորդ տարի երբ ծրագիրը սկսում եք, կարծում եմ հենց ձեր մոտ նախաձեռնող ջոկատի բարեգործական ջոկատի անդամների մոտ էլ կար որոշակի տարակուսանք, թե արդյոք ծրագրի էությունը, բովանդակությունը մարդկանց մոտ տեղ կհասնի ու իր նպատակին կծառայի։ Անցյալ տարվա փորձը ապացուցեց, որ իսկապես մարդիկ հավատով են լցված։ Արդյոք այս ամենը ձեզ օգնում է հետագայում ինչ-որ նմանատիպ ծրագրեր իրականացնել, որովհետև ինչքան որ ես տեղյակ եմ, բարեգործական ջոկատի միակ նախաձեռնությունը չէ մեկ բացիկ, մեկ բնակարանը, պարբերաբար դուք կարիքավոր ընտանիքներին եք օգնում տոներից առաջ։ Մի խոսքով նախաձեռնությունների շրջանակը ավելի լայն է այն ինչ մենք այսօր տեսնում ենք։ Ուրեմն ինչպես նշեցիք, միակ ծրագիրը չէ մեկ բացիկ, մեկ բնակարան ծրագիրը, որ իրականացնում է բարեգործական ջոկատը։ Բարեգործական ջոկատով իրականացնում ենք մի շարք այլ ծրագրեր, որոնցից կարելի է առանձնացնել մեկ այլ դեպի ապագա, այսինքն անապահով ընտանիքի երեխաները, ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, բայց կրկնիսույցի մոտ պարապելու հնարավորություն չունեն։ Մենք նրանց ընձեռում ենք այդ հնարավորությունը, նրանք անվճար պարապում են կրկնիսույցների մոտ, նաև գրականություն ենք մենք տրամադրում, որովհետեւ հետագայում հնարավորություն ունենալ իրենց ուսումը շարունակելու ծրագրերից Սուրբ Ծնունդին, Զադիգին իրականացվում է սննդի բանկ ծրագիրը, որի ընթացքում հավաքագրված սնունդը բաժանվում է անապահով ընտանիքներին, քանի որ քրիստոնեական արժեքների հիմքն է մեր իրականացած գործունեությունը, դրա համար շատ են կարևորում, որովհետեւ եթե մենք կարողանում ենք որոշակի չափով օրինակ նշել Զադիգը կամ Սուրբ Ծնունդը, ինչու մեր համակարգացիները չկարողանան նստել Սուրբ Զադիգի կամ Սուրբ Սեղանի շուրջ եւ կարողանան օգտվել այդ բարեքներից։ Իսկ ինչ վերաբերում է վստահության հետ կապված, ասեմ, որ բարեգործական ջոկատի մասին քաղաքում շատերը գիտեն եւ մեծ վստահություն ունեն, քանի որ ցանկացած ծրագիր իրականացնելուց երբ արդեն իմանում են, որ բարեգործական ջոկատն է իրականացնում ծրագիրը, միանգամից կովեստի խոսքեր ենք լսում եւ վստահությունը կարելի ասել, որ շատ մեծ է։
Լավ, ցանկացած վստահություն կամ գովեստի խոսքեր պարզապես չեն վաստակվում, պարզապես վստահությունը չի ծնվում, դրա յետևում կա գործողությունների հստակ մեխանիզմ, միգուցե թափանցիկ աշխատելու որոշակի սկզբունքները, ինչպես է ձեզ հաջողվում կոնկրետ մեկ բնակարան ծրագրի շրջանակներում ապահովել թափանցիկությունը ու մարդ ինչպես կարող է հետևել իր գումարի ոչ փոշիացմանը։ Մենք ուրեմն մեր սկզբունքներից ամենաառաջնայինը դա հեռաբարականության սկզբունքն է եւ ինչ անում ենք հեռաբարակային բոլորի համար տեսանելի է, ունենք կայք համապատասխան, որտեղ կարող եք բացիկ մեկ բնակարան երկուսի կայքը, որտեղ տեղադրվում են բոլոր ինֆորմացիաները, թե մասնագիր կառույցների տրամադրած գումարները, թե անհատների անուն ազգանուններով գումարները, այսինքն ցանկացած ոք կարող է պարբերաբար մտնել եւ տեղեկանալ նորություններին, ինչ փուլում է ծրագիրը, ինչքան գումար կա եւ եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ լինեն, որ մտավախություն ունեն, ուր են կորում գումարները կամ չեն կորում նման հարցեր առաջանան, կարող են մտնել ուղղակի ցանկը բացել ու իրենց ձեռքով հաշվարկներ կատարել ու տեսնել թվերի ճշտությունը։ Լավ, հիմնական գումարները ինչպես է ձևավորվում, անհատների կողմից են տրամադրվում այդ գումարները, բացիկներ են գնում, թե կան կազմակերպություններ, ովքեր նույնպես շահագրգիռ են ու մասնակցություն ցուցաբերել են ծրագրերի ընթացքում։ Ծրագրերին մասնակցում են մի շարք կառույցներ, պետական, ոչ պետական, հասարակական կազմակերպություններ, տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդներ ներգրավված են, ինչպես մեր քաղաքում, այնպես էլ Երևանի մի քանի բուհերի ուսանողական խորհուրդներ, մասնավորապես բժշկական համալսարանը, ճարտարագիտական համալսարանը, մանկավարժական եւ տնտեսագիտական համալսարանները։ Լավ, եւս մեկ հանգամանք, դեպքեր պատահում են, երբ մարդիկ գումարներ են տրամադրում, բայց ցանկանում են անանուն մնալ, թե մեր մոտ բարեգործությունը բավականին հնչեղ կերպով է իրականացվում։ Չէ, կան դեպքեր, որ մարդիկ գումար տալիս են եւ բնականաբար մենք հասնում ենք ձեր անուն ազգանուն ինչպես ներկայացնենք, կամ ընդհանրապես չեն ասում, կամ ասում են, որ գրեք անանուն, կամ ուղղակի անուն են ասում, որ իրենց հետ կապ չունեցում են, գրեք ուղղակի այս անունը եւ վեճ, կարևոր չէ, կարևոր նպատակն է, կարևոր մասնակցությունն է, որը կարելի է ասել նաեւ քրիստոնյա վայել է, աստվածաշնչային խոսքեր կա, որ այդ ձերքը պետք է չիմանա ծախի ինչի անում, եւ մարդիկ առաջնորդվում են այդ սկզբունքով եւ փորձում են անանուն մնալ։ Լավ, քանի որ մենք լրատվամիջոց ենք ու միշտ ցանկանում ենք իմանալ, միգուցե քրիստոնեայել այդ արժեքները չենք դավանում, բայց մենք ցանկանում ենք իմանալ ամեն բան։ Եթե ռիսկերի գործոնի մեկ մասը կապված էր գումարների փոշիացման հետ, այս դեպքում դուք պարզաբանեցիք, որ ոչ մի խնդիր չկա, երկրորդ կոռուպցիոն ռիսկերը պարունակվում են այնտեղ, թե ում է գնելու բնակարանը։ Արդյոք արդեն այդ ընտանիքը կա, նախապես որոշված է ու այստեղ ինչպես է ապահովում թափանցիկությունը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս իրականացնելու ենք ծրագիրը նույն սկզբունքներով, այսինքն կատարելու ենք տունայցեր կատարելու արդյունքում գրանցվելու են համապատասխան անօթևան ընտանիքները, ովքեր համապատասխանում են այն կետերին, որոնք մենք արդեն առաջադրել ենք եւ ըստ այդմ տեղի կունենա վիճակահանություն, ասենք 10 ընտանիք կամ 5 ընտանիք կամ 3 ընտանիք, ինչքան որ հետագայում որոշեցինք, սրբազանի մոտ տեղի կունենա վիճակահանություն։ Ինչպես նախորդ տարի եւ վիճակահանության արդյունքում արդեն կարող իրենց բախտից վիճակվեցին։ Նշեցիք, որ տնայցեր եք կազմակերպելու, բայց կարծում եմ ձեզ համար արդեն որոշակիորեն նախորոք ձևավորված չափորոշիչներ կան, որոնց հիման վրա ընտրվելու են այն ընտանիքները, որտեղ տնայցեր եք կատարելու։ Ինչպիսին են այդ չափորոշիչները, ինչ կարևոր հանգամանքներ կան, որը պետք է ունենա տվյալ ընտանիքը, ով հավակնում է հետագայում բնակարան ունենալ։ Նախ առաջինը ընտանիքը անպայման պետք է լինի անօթևան, այսինքն բնակվող ընտանիք, երկրորդ պետք է ունենան երեխաներ ընտանիքում եւ ցուցակագրված չլինեն թե քաղաքապետարանում, թե բնակվարչությունում բնակարաններ ստանալու համար։ Հիմնական այս կետերն են, կետերին բավարարելու դեպքում նրանք կարող են մասնակցել վիճակահանությանը։ Լավ, իսկ ինչպես է տրամադրվում բնակարանը, դա հանդիսանում է նրանց սեփականությունը, թե որոշակի ինչպես գոյություն ունի սոցիալական բնակարան պատկերացումը, հա, այդ ձևով է տրամադրում։ Այսինքն լիարժեքորեն նրանք կարող են բնակարանը տնօրինել, դուք բնակարանը տակ մեկ ամիս հետո վաճառեն, գրավ դնեն, ինչ որ գործարքներ կատարեն։ Այսինքն հանդիսանում է սեփականությունը այս դեպքում տվյալ ընտանիքի, թե Սուրբ Յոթվերք եկեղեցու բալանսի վրա է մնում բնակարանը։ Այս հարցի շուրջ բավականին մեծ են եղել քննարկումները ու մենք որոշել ենք, որ քանի որ մենք մեր նպատակը անօթևաններին բնակարանով ապահովելն է, տնագները քաղաքից մաքրելն է, մենք տալիս ենք բնակարանները, նրանք կարող են ապրել ինչքան ուզում են, բայց դրանք չեն կարող վաճառել, ու ասենք չլինի այնպես, որ մենք բնակարանը տանք։ Իրավաբանորեն ինչպես է այդ ամենը ամրագրում։ Միայն զուտ խոսքերի վրա, թե իրավաբանորեն ֆիքսված կա, որ իրավաբանորեն ֆիքսվում է, որ բնակարանը ենթադրենք ձեզ տրամադրվում է, ասենք դուք կարող եք
100 տարի օգտագործել, անվարձահատույց, բայց չեք կարող այն վաճառել, ասենք չլինի այնպես, որ բնակարանը տանք, հետո մի ամիս հետո վաճառեն գնան Ռուսաստան։ Բարի, բայց այստեղ ծագում է մեկ այլ հարց։ Մարդիկ գումարը տրամադրում են, որպեսզի մեկ անօթևան ընտանիք ունենա բնակարան։ Ում է մնում ի վերջո բնակարանը։ Բնակարանը այսպես թե այնպես պատկանում են ընտանիքին, որ մենք նվիրում ենք բնակարանը, վերջնական արդյունքում որ ընտանիքը որոշվեց իրեն է պատկանում բնակարանը, ուղղակի մի վերապահումով, որ վաճառելու իրավունք չունի։ Նայեք, եթե մարդը իրականում սեփականություն ասված իրավաբանորեն նշանակում է օգտագործել, տիրապետել ու անգամ վաճառել։ Այսինքն օգտագործման 3 բաղադրիչ է իր մեջ պարունակում, հա, սեփականության հենց հանգամանքը եւ այն պատկերացումը, որը իրավաբանորեն ձևավորում ունի։ Եթե դուք նշում եք, որ չի կարող վաճառել, դա արդեն նշանակում է, որ տվյալ ընտանիքի սեփականությունը չի հանդիսանում։ Դա զուտ իրավաբանորեն։ Չէ, հարցը պարզ է, ուղղակի իրեն կարող են այն բնակարանը իրենց տրամադրվում է եւ օգտագործման իրավունքով, այսինքն կարող են օգտագործել իրանք, բայց չեն կարող վաճառել բնակարանը։ Նախորդ տարի նույն պայմանով է տրամադրել բնակարանը։ Նաև նպատակներից մեկը չվաճառելու այն է, որ մենք գիտենք մեր քաղաքում ծանոթ սոցիալ-տնտեսական վիճակը, եթե բնակարանը նվիրենք ընտանիքին, ընտանիքը ասենք ունի վարկեր բանկերում կամ այլ խնդիրներ ուզել, բնակարանը վաճառի ինքը փորձի իր վարկերը մարել կամ այլ խնդիրներ հոգալ ու նորից գնա տնագում բնակվի, այսինքն մեր իրականացած ծրագրի նպատակը չհասավ իր վերջնակետին, մարդը այսպես թե այնպես մնաց տնագում բնակվող, ծրագիրը իրականացավ, գումարը բնակիչների կողմից հավաքվեց, տրամադրեց, բայց իր նպատակին չծառայեց, այսինքն մարդիկ նորից մնացին նույն անօթևանը, նույն տնագով բնակվողը։ Դրա համար քննարկումների արդյունքում նպատակահարմար կդանք, որ չթույլատրենք վաճառել բնակարանը, որովհետեւ քաղաքը տանիք ունենան նրանք։ Լավ, մինչ այժմ ընտանիքներ կան, ովքեր դիմել են ձեզ, որ միգուցե իրենց էլ ընդգրկեք այն ցուցակում, որտեղ տնայցեր կատարվելու են, որտեղ սովորաբար եթե ինչ-որ բարեգործություն իրականացվում է, մեծ հերթեր են գոյանում եւ դժվար է այստեղ անգամ ընտրությունը կատարել, թե որ ընտանիքներին են տնայց կատարելու, այսինքն այդ բազան ունեք արդեն տվյալների։ Կան ընտանիքներ, ովքեր դիմել են, որ խնդրանքով, որ իրենք էլ լինեն վիճակահանության ժամանակ, իրենց հասցեներն էլ լինեն եւ բնականաբար մենք անպայման տվյալ ընտանիքներում տունայցեր կազմակերպենք ու ուսումնասիրենք արդյոք համապատասխանում են արդյոք բնակարան չեն ստացել վաճառել կամ վաուչերներ ստացել եւ վաճառել, հետո ըստ այդմ նրանք կլինեն ցուցակում կամ չեն լինի։ Լավ, ինձ նաև հետաքրքիր է մեկ հանգամանք, թե բավականին մեծ քանակությամբ բացիկներ իրացրել եք, նշեցիք, որ տարբեր կառույցներ, անհատներ, մասնակցություններ ունեցել են, գումարը տրամադրել են, գնել են բացիկներ, ինչ նախաձեռնություններ են իրականացրել մինչ այժմ բացիկների իրացման համար, եւ ինչ այլ ծրագրեր կան մինչ ծրագրի ավարտը։ Նախատեսում ենք միջոցառում, որը կարելի է դիտել որպես մեկ բացիկ մեկ բնական երկու ծրագրի փակումը եւ դեկտեմբերի 8-ին 18:00-ին Վարդան Աջեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Գյումրու ժողովրդների համույթի համերգը, որի ժամանակ հրավիրվելու են քաղաքից տարբեր կառույցներից կամ տարբեր քաղաքացիներ եւ կարող են ներկա գտնվել եւ հանգանակության արգելի միջոցով հանգանակություն կատարել, որի արդյունքում մենք կարողանանք վերջնականապես արդեն ավարտել ծրագիրը, հավաքել պատասխան գումար։ Իսկ տոմսերը ինչպես են ձեռքբերվում, վաճառքում են գտնվում, տրամադրում եք։ Տոմսերը հիմնականում մենք հրավիրատոմսեր ուղարկում ենք գրեթե բոլոր կառույցներին, անհատներին, ովքեր ցանկանում են մեր Facebook-յան կայքերով հաղորդագրություններ տարածում ենք եւ ովքեր արձագանքում են, նրանց տրամադրվում են համապատասխան հրավիրատոմսեր։ Ինչքանով ես հասկանում եմ, տրամաբանությունը հետեւյալն է, գումարը հավաքվեց, ծրագիրը կմոտենա իր ավարտին։ Բնակարանի բուն գնման process-ը նախատեսվում է այս տարվա ընթացքում, թե արդեն 2015 թվականին կլինի, մինչ տնայցեր կատարեք, ընտրեք, թե արդեն նախնական աշխատանքներ նաև այդ ուղղությամբ է իրականացվում։ Բնականաբար արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացում են, մենք մոտ պլանավորել ենք արդեն ծրագրի փակումը իրականացնել դեկտեմբերի 20-ին կամ 21-ին, այսինքն շաբաթ կամ կիրակի օրին, մինչև այդ մենք արդեն կունենանք եւ ընտանիքների համապատասխան անունները եւ վիճակահանությունը տեղի կունենա եւ բնակարանի հարցը լուծված կլինի։ Բնակարանը ինչպես է ընտրելու, արդեն որոշակի տեսակետներ ունեք, որ բնակարանը ինչպես, որովհետև նման շուկայական գների տատանումների արդյունքում բնակարանների գներն էլ աստղաբաշխորեն աճում են։ Ուրեմն քանի որ պետության կողմից ԲԳՎ-ները բաժանվեց անօթևաններին, նաև այս հանգամանքը ազդեց բնակարանների գների թանկացման հետ կապված, որը կարելի ասել չնախատեսված ռիսկեր ծրագրի ընթացքում առաջացավ, բայց մի քանի բնակարաններ արդեն տեսել ենք, բնակարան վաճառողների հետ արդեն նախնական զրույցներ տարել ենք, պայմանավորվել ենք կարելի ասել ու հələ վերջնական չէ, բայց մի քանի բնակարան ունենք մեր
տեսար մեր դիտարկելում եւ կփորձենք մինչեւ ծրագրի ավարտը արդեն հստակեցնել, պայմանավորվել եւ բնակարանը ձեռք բերել։ Եվս մեկ անգամ շնորհակալություն զրույցի համար, հուսամ, որ մեր հաղորդումից հետո ելիք մարդիկ ցանկություն կհայտնեն ձեռք բերելու բացիկները, վերջում ուզում եմ հավելել, թե ինչպես գտնել ձեզ, ինչպես բացիկներ ձեռք բերել, ուր դիմել։ Mēs կարող ենք գտնել, ունենք Facebook-յան կայք, ինչպես արդեն նշեցի, մեկ բացիկ, մեկ բնակարան կայքն է, որտեղ կարող ենք գտնել եւ համապատասխան տեղերում նշումներ կատարելու մենք իրենց բացիկները կփոխանցենք։ Իսկ ինչ որ հեռախոսահամար, բոլոր նրանց համար, ովքեր համացանցից չեն օգտվում։ Հեռախոսահամարներ ունենք, բայց դա նույնպես կարող ենք գտնել համացանցում։ Լավ։ Շնորհակալություն, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ տաղավարում իմ զրուցակիցներն էին բարեգործական ջոկատի անդամներ Գորգ Թորոսյանը եւ Հայկարամ Դրմեյանը։ Սա իրականում ծրագիրն էր։ Հուսանք, որ երիտասարդական այս նախաձեռնությունը կունենա իր դրամաբանական ավարտը եւ տարեվերջին եւս մեկ ընտանիք կնշի իր բնակարանամուտը։ Մնացեք մեզ հետ, հետեւեք մեր ծրագրերին։